բարձրացան, կփորձեմ 10 րոպեում տեղավորվել ելույթիս մեջ, որպեսզի մեր մյուս ներկայացուցիչը ևս հնարավորություն ունենա ելույթ ունենալ։ Իմ ելույթով կներկայացնեմ խախտումներ, որոնք մեր համոզմամբ հաստատվել են եւ ապացուցվել գործում առկա բավարար ապացույցներով։ Սույն դալիճում հաստատված են համարվել հետևյալ փաստերը. թվով 115 քրեական վարույթներ, յուրաքանչյուրն առանձին իրենց բազմակի դեպքերով եւ 100-ից ավել ընտրակաշարքի վերաբերյալ ուսումնասիրվող օպերատիվ հետախուզական փաստեր։ Նշված փաստերը անհերքելի են եւ հաստատվել են դատարանում։ Այս խախտումները եղել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող եւ պարբերական բնույթի։ Նշված խախտումները հանգեցրել են Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված սկզբունքների խախտման, ինչի պայմաններում հնարավոր չէ պարզել ընտրությունների իրական արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածի մասով չի ձեռնարկել ոչինչ, մինչդեռ պարտավոր էր զանցանքի հատկանիշներով հիմք ընդունելով վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքը, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը իր նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթներ։ Ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի շրջանակներում ԿՀ-ն պետք է պարզեր այս փաստերի կապը կուսակցության կամ դաշինքի կամ վերջինիս падգամավորի տեխնացուի հետ եւ հաստատվելու դեպքում կիրառեր ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքով հետևյալ սանկցիաներից որևէ մեկը. նախազգուշացում, տալ առաջադրանք հանձնարարականի տեսքով կամ զրկեր կուսակցությանը մասնակցությունից ընտրություններին։ Հարգելի կենտրոնական ընտրական հանձնաժողով, վարույթները հարուցվում են ինչպես դիմումի, այնպես էլ վարչական մարմնի նախաձեռնությամբ։ Իսկ ձեր հայեցողական լիազորությունները վերաբերում են սանկցիաներին, այլ ոչ թե վարույթ հարուցելու ձեր պարտականությանը։ Դուք պարտավոր եք վարույթ հարուցել։ Այսինքն, ըստ ձեր տրամաբանության եւ դիրքորոշման, ընտրակաշարքը որևէ պարագայում չի կարող ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա։ Ինչու՞, քանի որ չունեք վերջնական դատական ակտ։ Իսկ եթե 1 տարի անց հաստատվեն այդ դեպքերը, դատական ակտով ինչ եք անելու, անբավեր եք ճանաչելու արդեն այս ընտրությունները, որոնք Սահմանադրական դատարանը ուսումնասիրում է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հաստատել է 26 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում կոմիտեում ստացվել են կոռուպցիոն բնույթի ընտրական հանցանքների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ։ Կարևոր է արձանագրել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին մեղսագրվող կոռուպցիոն բնույթի ընտրական հանցանքները, մասնավորապես ընտրակաշարք տալը եւ բարեգործության արգելքի խախտումը կրել են համատարած բնույթ։ Ստացված տվյալների համաձայն դրանք արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, առանց բացառության։ Ստացված տվյալների համակցված վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նշված հանցավոր գործունեությունը հիմնականում կրել է նախապես պլանավորված եւ համակարգված բնույթ։ Բարձրացյան, սա իմ եզրակացությունը չէ, սա անկախ ՀՀ պետական մարմին հանդիսացող հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական եզրակացությունն է։ Ինչով է սա անվավերության հիմք։ Գտնում եմ, որ առկա են Սահմանադրական դատարանի մասին ՀՀ Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14 կետում առկա բոլոր հիմքերը ընտրության արդյունքները անբավեր ճանաչելու համար, քանի որ դատարանը այս փաստերի հիմքով հնարավորություն չունի պարզելու ընտրությունների իրական արդյունքը։ Խախտում 2. Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ազատ եւ հավասար իրավունքի խախտման փաստի արձանագրում։ ԿՀ-ն գտել է, որ առկա է հակաքորոշչություն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Նշվածը հաստատվում է ինչպես դատական նիստում ԿՀ նախագահի բանավոր խոսքով, այնպես էլ գործողություններով։ ԿՀ-ն գրությունն է ուղղել հակակոռուպցիոն, նշելով, որ վերջիններս զերծ մնան կուսակցության կամ դաշինքի անվանումը իրենց հրապարակումներում օգտագործելուց։
Հակակոռուպցիոնը անտեսել է սա, խախտելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները եւ շարունակել է դա իրականացնել։ ԿՀ-ն դրանից հետո չի ձեռնարկել որևէ գործընթաց։ ԿՀ-ն չի հարուցել վարչական վարույթ, որպեսզի հասկանա նշված փաստի իսկությունը, սակայն գրություն է ուղղել կոմիտեին։ ԿՀ-ն պարտավոր էր հարուցել վարչական վարույթ դիմումի հիման վրա, եւ եթե կգտներ, որ առկա է ընտրական օրենսդրության խախտում, ապա պարտավոր էր կայացնել որոշում եւ ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի, 4-րդ կետի, 7-րդ կետի եւ 20-րդ կետերի հիման վրա տար հանձնարարական կոմիտեին չօգտագործել կուսակցությունների անվանումները իրենց հրապարակումներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միակ մարմինն է Հայաստանի Հանրապետությունում, որը վերահսկողություն է իրականացնում ընտրության օրինականության նկատմամբ եւ վերջինիս հանձնարարականի չկատարումը հանգեցնելու էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով սահմանված հանցանքի։ Բարձրատյան, այստեղ առկա է ինչպես վարչական մարմնի անգործություն, այնպես էլ միգուցե պետական մարմնի հանցանքի հատկանիշներ, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իր լիազորությունների շրջանակում եւ ոչ թե խնդրել է հակակոռուպցիոնին, այլ օրենքով սահմանված կարգով պահանջը ներկայացրել։ Խախտում 3. Անճշտությունները որպես իրական արդյունքը պարզելու անհնարինություն։ Հարգելի պատասխանող, վերցրեք ձեր արձանագրած անճշտությունները եւ գումարեք այլ կուսակցությունների ստացած ձայներին։ Դրա արդյունքում իրավիճակ փոխվում է, թե ոչ։ Այո, փոխվում է։ Դա է վկայում նաև ԿՀ-ի կողմից հնչեցված փաստը, կլիներ տակտիկական քվեարկություն։ Այս փաստը ուղղակի պարզ թվաբանությամբ հաստատված է, եւ դա հնարավորություն չի տալիս պարզել ընտրությունների իրական արդյունքը։ Այս ամենը հիմնականում առաջացել է ԿՀ ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում, անբավեր ճանաչելով կոնկրետ ընտրատեղամասերի արդյունքները։ Նշված փաստը հաստատվել է նաև քաղաքացիական պայմանագիր ներկայացուցիչի կողմից, որ եթե այդ անճշտությունները գումարվեն, օրինակ, Բարգավաճ Հայաստանի ձայներին, ապա ՔՊ-ի մանդատների թիվը կնվազի, թե կավելանա։ Վերջինս պատասխանել է, որ քանի որ դա պարզ հաշվարկ է, ուստի կնվազի։ Ցավոք, ԿՀ-ն այդ պարզ հաշվարկը չի դիտարկել ընտրության արդյունքների վրա ազդեցություն, ուստի նշվածով պայմանավորված անհասկանալի է, թե այդ ձայները որ քաղաքական ուժին կանցնեին, ուստի հնարավոր չէ պարզել ընտրությունների իրական արդյունքները։ Այլ խախտումներով անդրադառնալով վարչական ռեսուրսին, թաքնված քարոզչությանը, կառավարության որոշումների եւ ատելության խոսքին ու վախի մթնոլորտին կնշեմ հետեւյալը։ Եթե սա է կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ գործող իշխանության իրական Հայաստանի խոսքի մշակույթը, եւ եթե արտադրության նախարարը համարում է այս վարքագիծը իրավաչափ խոսք, քաղաքական լեքսիկոն եւ վարքագիծ, ապա մի դժգոհեք, դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի եթերներից եւ բառապաշարից եւ մի բողոքեք մինչեւ 2018 թվականը եղած իշխանություններից։ Գտնում եմ, որ այս խախտումները ենթակա են ուսումնասիրման Սահմանադրական դատարանի կողմից եւ վերջինիս դիրքորոշումը կարևոր եւ հեղափոխական նշանակություն կարող է ունենալ քաղաքական լեքսիկոնի եւ վարքագծի գնահատման համատեքստում։ Բարձրացյան, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր պատկերացումները երկրի կառավարման մասին եւ վերջինս ինքն է որոշում, թե ինչ ուղղությամբ պետք է իր քաղաքականությունը վարի։ Կլինի պատերազմ, կլինի խաղաղություն, կլինի գործազրկություն, կլինի թոշակների բարձրացում կամ այլ դրական կամ բացասական պրոցեսներ, դա կախված է բացառապես կառավարող ուժի քաղաքականությունից եւ յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությունը պետք է կատարի պատասխանատվության զգացումով։ Սակայն երբ քաղաքական որևէ թիմ փորձում է սահմանադրությանը դեմ գնալ, այստեղ գալիս ենք մեկ իրավական պետության պահապաններս եւ ցույց ենք տալիս խախտումները, որոնք որևէ պարագայում չպետք է լինեն, եւ եթե քաղաքական որևէ ուժ պատրաստ է
այս խախտումների վրայով անցնել եւ պահել իր իշխանությունը, կամ անցնել իշխանության, կամ պարզապես մանդատ կորզել, ապա այդ քաղաքական ուժերին սպասվում է 2018 թվական հոկտեմբերի 27, մարտի 1 ՊՊՑ գնդի գրավում եւ մի շարք այլ նմանատիպ անկումային դեպքեր։ Բարձրացյան, մենք իրավաբաններս պարտավոր ենք ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունը լինի իրավական պետություն, իսկ քաղաքական ուժերը պարտավոր են ապահովել քաղաքական գործընթացները, սակայն սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխան։ Ius essenta boni et aqui։ Իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին։ Բարձրացյան, ձեր կողմից կայացված որոշումը ես անցկացնելու եմ բարու եւ արդարի մաղի միջով։ Ցանկանում եմ ունենալ վստահություն, որ այն անխոչնդոտ կանցնի այս մաղի մանր անցքերով։ Շնորհակալություն։